Ինչպես տեսնում ենք, ապրիլ ամսից տնտեսական ակտիվության ցուցանիշը աստիճանաբար արագացել է եւ արդեն հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 7.6%։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մակրոտնտեսական 9 ամսվա ցուցանիշները։ Ամենաբարձր աճն արձանագրվել է շինարարության ոլորտում 20.7%, ծառայությունների ծավալը 9.9% աճ է գրանցել, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 6%, էլեկտրաէներգիայի արտադրությունը 4.6%, առևտուրը 3.5%։ Արդյունաբերությունը նվազել է 5.7%, իսկ արտաքին առևտուրը 39.3%-ով, այդ թվում արտահանումը 46.8%, իսկ ներմուծումը 33.4%-ով։ Սպառողական գնաճը կազմել է 3.3%, արդյունաբերական արտադրանքի գնաճը 3.1%։ Սեպտեմբերը սեպտեմբերի համեմատ արդյունաբերության ոլորտում 10.1% աճ է գրանցվել, նկատում է ֆինանսների նախարարության պաշտոնյան։ Հավելում, ոսկու վերամշակման եւ արտահանման գործոնով պայմանավորված տարեսկզբի ոլորտային անկումը արդեն բավականին մեղմվել է։ Ինչ վերաբերվում է արտահանման ցուցանիշներին, այո, բարձր անկման ցուցանիշներ ունենք, բայց դա դարձյալ պայմանավորված է վերարտահանման գործոնով, որի մասին բազմիցս խոսել ենք, եւ եթե փորձենք հասկանալ, թե հայկական ծագման ապրանքներից որ ապրանքներն են, որ ունեն բարձր աճեր արտահանման, դա պատրաստի սննդի ապրանքախումբն է եւ բուսական ծագման ապրանքախումբը, եւ հատկանշական է նաեւ, որ աճերը տեղի են ունենում ոչ միայն դեպի Ռուսաստան, այլ նաեւ մեծապես դեպի այլ երկրներ, եւ սա նաեւ համահունչ է մեր գյուղատնտեսության զարգացումների հետ։ Ներկայում արդեն արդյունաբերության այն ոլորտներն են աճում, որոնք ներքին գործոնների ազդեցությամբ են պայմանավորված, նկատում են փորձագետները։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսության աճին, նշում են. Սա մի կողմից գներով է պայմանավորված, մյուս կողմից բերքատվությամբ, իհարկե այս ոլորտում պետական աջակցության ծրագրերը նույնպես էական ազդեցություն ունեցել, ինտենսիվ այգիների հիմնումը, որոնք տարիներ առաջ տեղի են ունեցել, արդեն կարող ենք այդ ինտենսիվ այգիների հիմնման արդյունքները նկատել։ Մի քանի մակրո ցուցանիշից երկուսն են, որ 7.6%-ից բարձր աճ են գրանցել։ Արշալույս Հարությունյանը միջին աճի բարձր տեմպը կապում է տնտեսության կառուցվածքային փոփոխությունների հետ։ Վերջին 7 տարիներում շուրջ 10%-ային կետով ծառայությունների ոլորտ իր դերը բարձրացրել է հնայի կառուցվածքում, ինչպես նաև շինարարությունը վերջին տարիներին աստիճանաբար աճելով արդեն հասել է 7-8%-ի հնայում, եւ սա կախված է նրանից, որ տարբեր ճյուղեր հնայի կառուցվածքում ունեն տարբեր կշիռներ եւ պետք չի ուղղակի միջինացնել, այլ իրենց կշռված միջիններով հաշվի առնել, եւ ծառայությունների ոլորտում առաջատար աճերը գրանցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ինչպես նաև ֆինանսական հատվածը։ Կառուցվածքային փոփոխության վրա ազդած հասարակության վարքագծի օրինակ է բերում նախարարության վարչության պետը։ Օրինակ, եթե նախկինում մարդիկ խանութներից վերցնում էին ապրանքներ եւ դա գրանցվում էր որպես ապրանքների աճ եւ այլն, հիմա մարդիկ օգտվում են ծառայություններից։ Դա պատվիրում են կամ իրանք են անձամբ այցելում ռեստորան եւ արդեն այդ աճը, որ իրենք խանութից էին վերցնելու գնում կատարելու, տեղափոխվել է ծառայությունների ոլորտ։ Այսինքն սա նաեւ վարքագծային փոփոխությունների արդյունքում է տնտեսությունում կառուցվածքային փոփոխությունները տեղի ունեցել։ Տարվա կտրվածքով 5.2% տնտեսական աճ գրանցելու կանխատեսումը ֆինանսների նախարարությունը արդիական է համարում, իսկ փորձագետը նշում. Այս պահի ցուցանիշներով կարող ենք ակնկալել, որ այդ աճը գերազանցելու ենք նախանշված։ Միայն սեպտեմբերի նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.5%-ով։ Նիկոլայ Ավետիսյան, Արման Թովմասյան, լուրեր։